օրինակ գիտեք, որ իրանք քոչվոր են, որ իրանք անտուն անտեղ մարդիկ եկել են գրավելու են, գիտեք, որ իրանք ընդհանրապես ազգություն չեն, երեք որտեղ էին, բայց կարծում եմ, որ նախ եւ առաջ այնքան էլ այդպես չի, եւ նյութեր եմ ուզում ձեզ հետ քննարկել այս կապակցությամբ, եւ երկրորդը կարծում եմ, որ այս բոլոր բառերը, որ մենք օգտագործում ենք, նաեւ պետք է հաստատական եւ օբյեկտիվ նյութեր ունենանք, հասկանալու նախ ինչեւ մենք այդպես բաներ ասում եւ ուրեմն մեր դատողությունները մի քիչ կառուցենք կոնկրետ եղելությունների վրա, մեկնաբանությունները հիմա կարող ենք բավական ավելի ազատ լինեն, բայց նյութից բխող մեկնաբանություններ լինեն։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, կարծում եմ սա ձեզ կհետաքրքրի, դա այն է, որ անկախ ծագումից Կովկասում, ես կասեի, ընդհանրապես չկա, բայց մեր մորեն ասեմ, համարյա չկա որևէ ժողովուրդ, որը միայն մի անուն ունենա, մի էթնիկ անուն ունենա։ Օրինակ ոնց որ ռուսը, սա աշխարհի համար իրենք ռուս են։ Նույնիսկ մենք հայերս, որ մենք շատ հպարտանում ենք մեր վաղեմի էթնիկ ծագումով, Կովկասում առնվազն 3 անուն ունենք։ Ուրեմն բացի Արմենիան, վրացական Սոնեխին եւ ընդհանրապես մուսուլմանացված ձևերը Արմենիա ձևերի։ Եվ մենք ենք միայն այս աշխարհում, որ մեզ հայ ենք ասում։ Եվ աշխարհում էլի չկա այդպիսի մի փոքր տարածք, որտեղ սա օրինաչափորեն տարածվի այս տարածքում ապրող բոլոր էթնիկ միավորների վրա, անկախ նրանից հիմա այս բառերը չգիտեմ, բոլորս նույն իմաստով ենք օգտագործում, թե տարընթերցումներով ենք հասկանում, անկախ նրանից եկվոր են, տեղաբնիկ են, այստեղ են ձևավորվել, վստահ եմ, որ ձեզնից շատերը ներողություն եմ խնդրում այսպես ասելուց համար, բայց նույնիսկ համալսարանում դաս տվող հումանիտար ֆակուլտետների դասախոսների մեջ եմ հարցումներ արել եւ բարձել եմ իսկապես, որ Հայաստանում բացառիկ քիչ կան մարդիկ, որոնք Կովկասի էթնիկ կազմը առհասարակ գիտեն, ովքեր հարստացրին որոշ չափով իրենց գիտելիքները Խոպանի վրա Հյուսիսային Կովկասում, բայց հիմնականում միջավայրում, որտեղ իրենք աշխատում էին, ովքեր հարստացրին վերջին ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցած որոշ գործընթացներից, մասնավորապես չեչեններ, ինգուշներ բառերը շատ ակտիվացան մեր բառամթերքում, բայց օրինակ չեմ պատկերացնում, թե որևէ մեկը գիտի, որ Դաղստանում օրինակ 36 ժողովուրդ է ապրում, եւ որն է օրինակ Դաղստանի հիմնական լեզուն։ Պաշտոնապես օրինակ Դաղստանը, որը Ռուսական Ֆեդերացիա առանձին սուբյեկտ է, բացի ռուսերենը ունի 5 պաշտոնական լեզու, այս բանը։ Եվ այդ 5-ը բավական Դաղստանի մասշտաբներով բավական մեծաթիվ ժողովուրդների լեզուներ են։ Բայց եթե ես նույնիսկ դրանք թվարկեմ, վստահ եմ, որ այդ 5-ից 2-3 անունը կամ լսած կլինենք, կամ չէ, միշտ դրանք մեր կողքը ապրող ժողովուրդ են։ Մենք շատ լավ գիտենք Գերմանիայում, Ֆրանսիայում, բայց չգիտենք Կովկասում ինչ է։ Եվ պիտի ասում եմ, բանը հենց ադրբեջանցիների հետ է։ Մենք ինչ ենք ասում իրանց։ Մենք իրանց զորաբար թուրք ենք ասում։ Մեր իրար հետ խոսելիս ենք թուրք ասում, միայն պաշտոնական գրագրության լեզվում ենք իրանց ադրբեջանցի ասում։ Բայց ես ձեզ պիտի որ իրանք չեն իրանց թուրք ասում, եւ ինչու քաշվում ենք մենք պաշտոնական գրագրության մեջ թուրքեր ասենք, գուցե մասնավոր շեշտելով, որ խոսքը կովկասյան թուրքերին է վերաբերում, խնդիր է, եւ հոգեբանական խնդիր է, եւ ձևավորված մշակույթի խնդիր է, եւ էթիկայի խնդիր է, այս էթիկայի իմաստով ասեմ, երևի մի 6-7 տարի առաջ, գուցե մի քիչ շատ, երբ Թուրքիայի հետ քիչ էր դեռ գնալ գալը, Հայաստանի պատգամավորներից մեկի հետ ես Ստամբուլում էի եւ այդ պատգամավորը պետք է հեռուստացույցով խոսեր։ Հիմա երեկոյան իրար հետ կազմում ենք իր ելույթի տեքստը, ու անդադ խոսում ենք թուրքերը, հայերը, թուրքը, բայց թուրքեր, հայեր բառը հաճախ զգում եմ, որ ինչ-որ հապաղում ունի, ասում եմ ինչու՞ն է խնդիր, ասում եմ հիմա ես իրանց պիտի թուրք ասեմ, ասում եմ բայց ասեք, ասում եմ բա չեն մեղանա։ Հիմա այս հոգեբանությունը ընդհանրապես թուրք բառը բառը շատ արմատացած է մեր մեջ, բայց ուզում եմ ասել, որ
Այսօրվա Ադրբեջան, նրանց ում մենք ասում ենք այսօր ադրբեջանցիներ, իրենք իրենց թուրք են ասում, եւ իրենք իրենց թուրք էին ասում դրանց մտավորական մի մասը, քաղաքականացված, մի մասը իրենց իրանցի էր համարում, մի մասը իրենց թուրք էր ասում, օրինակ դեռ 20 թվականին հետագայի Ադրբեջանի կորպուսի քարտուղար հայտնի Բաղիրովը, որի հետ Հայաստանը բազմաթիվ ծանր առնչություններ է ունեցել, 20 թվականի իր կենսագրական տվյալներում ինքը իր ազգության դիմաց գրել է թուրք։ Եվ շատերն էին գրում թուրք։ Սա իհարկե միակ բառը չէր, որ գրում էր։ Շատ ավելի տարածված էր, շատ անորոշ մի քանի բաներ, կամ ցեղային անունները, ինչպես Աֆշար, Ղաջար, Թարաքյաման հավաքական անուններ, Կենգերլու, Թեքերլու, Օթուզիքի, բայց նաև խանությունների անունները, Բաքվի, Ղուբայի հավաքական անուններ սրանք էին, բայց այս լոկալ անուններ սրանք են, բայց հավաքական անունը մուսուլմաններ ընդհանրապես։ Եվ հետաքրքիր է, որ մինչև այսօր Ադրբեջանում սովորական շփում է, օրինակ մտավորականների հետ էլ նույնիսկ, բայց ընդհանուր առմամբ ավելի քիչ կրթված մարդկանց հետ շփվելիս, մարդը ասում է, mən մուսուլման եմ, sən Էրմենիսան եմ, ես մուսուլման եմ, դու հայ ես, եւ ես ուզում եմ մի հատ մենք սա համեմատենք, ինքը կոնֆեսիոնին է օգտագործում, մուսուլման, համարժեք էթնոնիմ է, հայ էթնոնիմ է, նա չի ասում ես մուսուլման եմ, դու քրիստոնյա ես, նա ասում ես մուսուլման եմ, դու հայ ես, եւ սա հայի վերաբերյալ չի միայն, ինքը համատարած տերմին է, բայց իր գիտակցության մեջ ավելի անհեթեթ բաներ կարող է լինել եւ կա, օրինակ լեզգին ասում եմ մուսուլման եմ, սա լեզգիս եմ, բայց լեզգին էլ մահմեդական է, բայց այդ տերմինի իր ընկալումը իր համար այնքան նեղ, հավաքական եւ արդեն որոշակի իմաստ ունեցող թերքալեզու մահմեդականի իմաստ ունի, որ ինքը կարող է եւ կարող էր այս տերմինը օգտագործել այս մակարդակում։ Սա ուրեմն ճշտելու համար, որ մենք որ թուրք ենք ասում, վրացիները նրանց թաթար են ասում, հաջանեք։ Տիկին Հարատյան, ուզում եմ ուղղակի հարցնել, հետևաբար ձեր ասածից հետո ևս ադրբեջանական ինքնություններ հենց այդպես գրել է ասելիք։ Այո, հատուկ ընտրված է հոգնակի ձևը։ Ու ադրբեջանական, թե ադրբեջանում ինքնությունները գալու ենք դրան դեռ, գալու ենք։ Ես ուզում եմ մի քիչ տերմինների հետ հասկանանք ինչ է, անպայման գնալու ենք, գալու ենք մինչև դրան։ Ուրեմն վրացիները թաթար են ասում, Հյուսիս Կովկասյան մի շարք ժողովուրդներ շատ տարբեր բառեր են գործածում։ Ղաջար են ասում ոմանք ասում են, օրինակ Դաղստանում ասում են փադար, սովորաբար ասում են այն ցեղանունի անունով հավաքական տարածում են այն ցեղանունի անուն, որ իրենց հետ շփման գոտում ավելի մոտ էր եւ իրենց լեզվամթերքում այդ տերմինը ավելի ակտիվ էր։ Ոմանք այրում են ասում, էին ասում, իսկ Ղաջարը եւ Փադարը մինչեւ այսօր ինչպես թուրքը եւ թաթարը մինչեւ այսօր գործածական է։ Ինչու այսքան բազմազանություն կա տերմինների եւ ինչու ենք մենք այսօր Ադրբեջանի տարածքի ադրբեջանական ինքնությունների ձևավորման խնդիր քննարկում։ Շատ կարևոր մի հարցի անդրադառնում, ձեզ ուղղակի հուշեմ, ես թվեր իհարկե այստեղ բերել եմ, թվերին դեռ կանցնենք, բայց ուրեմն մի 5 տարի առաջ ես լրիվ պատահաբար հաշվարկներ էի անում մարդահամարների տվյալների, շատ պատահաբար մի երևույթի հանդիպեցի, այդ երևույթը դա է, որ առաջին անգամ ինձ հանդիպած է դա 99 թվականի ադրբեջանական մարդահամարներ, որտեղ հանկարծ հայտնաբերեցի, որ Ադրբեջանում բնակչության ընդհանուր թիվը ավելացել է մոտ 900 քանի հազար մարդով, բայց ադրբեջանական էթնոսի թիվը ավելացել է միլիոնից ավել։ Այս ամբողջ երկրի բնակչության ընդհանուր թիվը ավելի քիչ էր ավելացել, քան թե բուն ադրբեջանցիներն։ Ճիշտ ասած առաջին պահ անհավանական ինձ թվաց առհասարակ հարցի դրվածքը, իհարկե մտածեցի, թե գեղցիկը որտեղ է, պետք է հասկանալ, եւ այս նպատակով սկսեցի ետ գնալ մնացած մարդահամարներին եւ բարձր որ առնվազն 39 թվականի մարդահամարից սկսած երևույթը հատած կրկնվում է։ Ադրբեջանի Հանրապետությունը միշտ
որքան բնակչության աճ կա, բուն ադրբեջանցիների էթնիկ քանակական ցուցանիշը ընդհանուր բնակչության թվի աճից ավելի բարձր է։ Տրամաբանությունը շատ պարզ էր եւ բնականաբար հետո սկսեց փնտրտուքը դրանից։ Տրամաբանությունը նաեւ, որ եթե նույնիսկ թվերի մեջ կեղծիք կա, ինչ որ մի տրամաբանություն պետք է լիներ այդ կեղծիքի մեջ, հենց այդպես չէր կարող լինել։ Եվ երբ որ նայեցի ոչ ադրբեջանցիների թվաքանակները ինչքան են կրճատվում, եւ ինչքան, այսինքն դա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջան երկրի ներսում ուրիշ էթնիկ միավորների թվաքանակների համապատասխան չափի կրճատում լիներ, որով կամ նրան գնում են եւ գրվում են ադրբեջանցի, երկրի ընդհանուր թվում այդ շատ զգալի փոփոխություն չի անում, բայց էթնիկ միավորի ընդհանուր քանակական թվում շատ զգալի փոփոխություն է անում։ Վերցրեցի բոլոր մարտահամարների նյութերը եւ սկսած դեռ 26 թվից սկսեցի, այսինքն այդ ինչ խորհրդանոցում պաշտոնական մարտահամարներ եղել են, բոլորը հերթով իրար կողքի դրեցի եւ շատ հստակ բաներ տեսա, դրանց մի մասը բոլորիդ հայտնի են, շատ է հայկական արձագանքը եղել է խնդիրներին, եւ ոչ միայն հայկական, բայց մասնավորապես հայկական, բայց մի քանիսը շատ ինձ համար էր անակնկալներ էին։ Այդ անակնկալներից թիվ մեկը նա էր, որ ես ուղղակի սկսեցի բաժանել ժողովուրդները խմբերի, տեսնել որոնցից են պակասում, որտեղ շատ տարբեր բաներ կային, օրինակ տեսնում եմ, որ եթե Ադրբեջանում 39 թվին ենթադրենք 2 կորեացի կա, այդ կորեացին մարտահամարում կա, 5 ճապոնացի կա, այդ ճապոնացին մարտահամարում կա, բայց ինձ հայտնի շատ ժողովուրդներ, որոնք ամբողջ ժողովուրդներ են, օրինակ ուդիները, որոնց ես ուղղակի հետազոտում, ուղղակի չկան մարտահամարում, ենթադրենք 10,000 թվով ուդիները, չկա իրանց անունը, եւ այդպես չկան ջեկեր, չկան կրիզներ, կապուտլիներ, չկան երգյուջներ, ալիկներ, սրանք բոլորը Ադրբեջանում ապրող ժողովուրդներ են, եւ ես պիտի ասեմ, որ այս ժողովուրդները միայն Ադրբեջանում են ապրել, միայն Ադրբեջանի, սրանք Կովկասյան աղվանքի ժամանակից շարունակ գոյություն ունեցած ժողովուրդներ են, որոնք հասել են 20-րդ դարի ադրբեջանական իրականություն, ուրիշ տեղ չէին ապրում, բայց այստեղ ապրում են։ Եվ սկզբում մտածեցի, որ թիրախը կովկասյան ժողովուրդներն են, հետո տեսա, որ ուրիշ բան կա։ Օրինակ ավարները, լեզգիները, ռուտուլները, ծախուրները, սրանք են կովկասյան ժողովուրդներ։ Սրանք մնում են մարդիկ, ճիշտ է, թվերը կրճատվում են, երբեմն ավելի քիչ են, քան են դուրս եկածները, բայց մնում են։ Հետո, երբ որ Դաղստանի նյութեր հետո սկսեցինք քննարկել, հասկացանք միասին, որ խնդիրը նա էր, որ ժողովուրդներ կա, որ Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանի ձևավորումից հետո կիսվել են, ինչպես լեզգիները, մի մասը Դաղստանում են, մի մասը Ադրբեջանում են, ավարները, մի մասը Դաղստանում են, մի մասը դարգիները, մի մասը Դաղստանում են, մի մասը Ադրբեջանում են, ծախուրները, ռուտուլները, այս ժողովուրդները նրանք վերահսկողություն կա Դաղստանից եւ նրանք հետևում են Ադրբեջանում գոնե մարտահամարներում նրանց գոյությանը։ Ուրեմն այն ժողովուրդները, որոնք կիսված էին, նրանց անունները կար, այն ժողովուրդները, որոնք բացառապես Ադրբեջանում մարտահամարից մարտահամար ուղղակի չկային։ Հաջորդը հասկացա, որ մյուս պակասող խումբը իրանալեզուներն են։ Իրանալեզու ժողովուրդներն են, որոնք թվաքանակով պակասում էին, իսկ երբեմն նաև դուրս էին մնում 40-59 թվի մարտահամարից, դուրս են մնում 79 թվի մարտահամարից դուրս են մնում, հետո 89-ին վերադառնում են շատ փոքր քանակությամբ, մեկ հայտնվում են, մեկ անհետանում են, եւ նրանց թվաքանակները եւ ուրեմն կարող ենք այսօրվա եթե ամփոփումով ասեմ, որտեղ այսօր բոլորը Սրանք բոլորը ամփոփելուց հետո երևաց, որ հիմնական պակասողները Ադրբեջան, եթե մենք բոլորին առանձին նայում ենք, դրանք կովկասալեզու ժողովուրդներն են եւ իրանալեզու ժողովուրդներն են։ Բայց օրինակ ռուսերի թվաքանակի աճը միշտ հստակ ցույց է տրվում, հրեաների թվաքանակի աճը, հայերի թվաքանակի աճն էլ է, միշտ շատ հստակ ցույց տրվում, ընդ որում դա այդքան էլ պակասող թվականակ չի, հաշվի առնելով մեր իմացած արտագաղթի տեմպերը, հաշվի առնելով
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իսկապես հայկական բնակավայրերից տարված մեծ թվով զինվորականությունը, հաշվի առնելով Ստալինյան ռեպրեսիաների շրջանում հայ բնակչության գրած հարվածը, այնուամենայնիվ թվաքանակի զգալի աճ։ Այսինքն շատ ակնհայտ է, որ այստեղ այն ժողովուրդներն են, որոնք որևէ լուրջ վերահսկողությունից դուրս են, որոնք թվաքանակներին չեն հետևում, եւ տպավորություն այնպիսին էր, որ այս ժողովուրդներն էլ իրենք կարծեք թե առանձնապես շատ ակտիվ իրենց էթնիկ գոյության խնդիրը չէին ձևակերպում։ Հիմա մենք սրան իհարկե կանդրադառնանք դեռ, բայց ուզում եմ ձեզ լրացուցիչ ասել, որ չգիտեմ, դուք գիտեք, որ կամ շատերդ գիտեք գուցե, որ Ադրբեջանը ընդհանրապես թուրքալեզուների զգալի մասը շիա է, իսլամի շիա ուղղության հետևորդներ են։ Բայց վստահ չեմ, թե շատերդ գիտեք, որ կովկասալեզու բոլոր ժողովուրդները Ադրբեջանի, որոնք իսլամացել են, բոլորը սուննի են։ Բոլորը։ Շատ հայտնի պատճառներով նրանք իսլամացել են արաբական շրջանում եւ եթե նույնիսկ իսլամացման process-ը շարունակվել է այդ ժողովուրդների մեջ, ապա համենայն դեպս ոչ ավելի սկզբում ոչ ավելի ուշ, քան մինչև 16-րդ դարը։ 16-րդ դարում, որ շիիզմը սկսել է մուտք գործել եւ հետո արդեն սուննի շիա բախումների մեջ իսլամացման ուղղությունը սկսել է դեր խաղալ։ Սա շատ կարևոր է հիշել, որտեղ կոնկրետ Ադրբեջանի դեպքում շիիզմի կամ սուննիզմի հետևորդ լինելը էթնիկական ծագումնաբանության մեծ հասկանալու մեծ հնարավորություն է տալիս։ 19-րդ դարում սկսված, վերստին սկսված 18-ում, 19-ում վերստին սկսված բռնի ասիմիլյացիա շիիզմի հողի վրա էր արվում։ Հիմնականում ջանում էին շիա ուղղության տանել, բայց էլի եթե իսլամացողներ կային տեղաբնիկներից, իսկ կային, օրինակ 49 ուդիական գյուղը մինչև 19-րդ դարի կեսերն է իսլամացել, դարձյալ սուննիացել են։ Կովկասի, կովկասալեզու տեղաբնիկ ժողովուրդների իսլամը միշտ սուննի իսլամ է եղել։ Հենց հիմա է մեծ չափով սուննի իսլամը։ Շիիզմը առաջին քայլն էր թուրքալեզվացնելու։ Ես խնդրում եմ, բոլորդ գիտեք Իրանի շիիզմը եւ այլն, բայց ես կովկասյան տարածաշրջանի եւ կովկասյան իրականության մասն եմ ասում։ Ընդ որում սա մի շատ յուրօրինակ իրավիճակ է, քանի որ հետագայում իրենց թուրքեր գիտակցողները որոշ կոնֆլիկտ ունեին Թուրքիայի սուննիզմի հետ։ Իրանք շիիզմի հետևորդ էին եւ քանի դեռ կրոնը ինքնության մեջ էական դեր էր խաղում, հետագայում իրենք միշտ կոնֆլիկտ են ունեցել թուրքական լեզվով շիիզմի սուննիզմի հետ Թուրքիայի։ Բայց սա իրականություն է, քանի որ Ադրբեջանում ուշ շրջանում հաստատված թուրքալեզուները, որոնք ի վերջո ձևավորեցին այն, ինչ մենք այսօր ադրբեջանց ենք ասում, մեծ հաշվով ղզլբաշներն էին, որոնք ոչ թե թուրք սելջուկների ժամանակ էին հաստատվել այս տարածքում, այլ շատ ավելի ուշ էին հաստատվել եւ արդեն շիիզմի կրողներ էին, Ղզլբաշ հավաքական անունն է, շիիզմի կրողների հավաքական անունն է։ Իրենց այդ ցեղային կազմավորումները արդեն իսկ գալիս էին շիիզմը իրենց հետ բերելով։ Ադրբեջան նահանգին, ասեմ, մեր ադրբեջանց եկան Ադրբեջան չէ։ Ադրբեջական չեն ասում ենք ադրբեջանցի, այդ խնդիրը ոնց է։ Ադրբեջական չեն ասում ենք ադրբեջանցի, ադրբեջական ասում են մենք թուրք ենք, մեծ հաշվով։ Ես 7 տարի անց սիոնտեք եմ անում, դեռ իրանք ասում են ադրբեջանցի։ Ադրբեջանը թարգմանում, իրանք ասում են Սլավայց Ադրբեջան, ու իրանք բոլոր իրանք լոգոները ինչ արտադրում են Սլավայց Ադրբեջան։ Այո, կա այդպեսի հիմա քաղաքականացում, ինչու են նրանք ասում ադրբեջանցի նկատի ունեք, դե հավանաբար բոլորս գիտենք, այս այնքան տարածված երևույթ է, որ ադրբեջական անունն է, որ ադրբեջան ձևով հետո տրվեց այսօրվա մեր կովկասյան Ադրբեջանի, ինքը Ադրբեջան սկսեց 19-րդ դարի վերջում արդեն որոշ փաստաթղթերում երևում են գրականության, բայց հիմնական 20-րդ դարի եւ ավելի ստույգ կարելի ասել արդեն 18 թվականից հետո վավերացվեց, հենց որ անկախացած այս տարածքը կոչվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն։ Նպատակը քննարկված է, չեմ կարծում, որ ես մի տարբեր բան պիտի ասեմ, որ երկու տարածքները միացնեն, բայց որ ծագումնաբանորեն իրենք նույնն են, այսինքն նույն ղզլբաշական համայնքներ,
որտեղից որ իրենք տեղափոխվեցին հյուսիս, ապագայի Ադրբեջանը եւ ցակումնաբանական, լեզվական եւ մշակութային նույնություն ունեն, շատ բնական է, որ սա դեր է խաղում Ազերը դարավ ադեր, Ազեր չկա, ազեր բառը մենք ենք հնարել։ Ավայս Ադրբեջանը կոչվում։ Չէ, դա մի փոքր ուրիշ է, դա դուք խոսում եք վիլայեթների մասին, ամբողջ նահանգների մասին։ Իրանում բաժանված է այդ տարածքը արևմտյան Ադրբեջան, արևելյան եւ Արդաբիլ։ Երեք շրջանների է, այդ ուրիշ է։ Դա լրիվ բան է։ Եվ այդտեղ երբ որ ինքը ասում է ադրբեջանցի, հաճախ ինքը ոչ թե էթնիկ ծագումն է ասում, այլ տարածքի, ինչպես ասում են Շիրազի եմ, Իսֆահանցի եմ, բան։ Դա լրիվ ուրիշ է գալու։ Լինեք ավելի բառերի, էթնիկ բառերի, օրինակ հարաբաղին պիտի հանդիպած լինեք, շարսեղիներին պիտի հանդիպած լինեք, վերջին շրջանի գիտակցության քաղաքականացման եւ իրենց հավաքականության համար Շարփարանում չդրանում է շատ, մենք հայքի լիսարում են շատ։ Այո, չեմ առարկում, բայց այդ դրանց խմբերի մի առանձին հատված է այստեղ նոր էթնոցեղային կազմավորումներով եկան եւ կային եւ նույն Ղարաբաղներից կային եւ նույն շարսեղիներից կային, այսինքն 20-րդ դարի վերջի ամբողջ աշխարհում ընդհանուր զարգացումներին համընթաց հավաքական փնտրտուքը գիտակցության բերում է տերմինների եւ մենք այս տերմինների շուրջն էլ որ պիտի խոսենք, բայց որ ազերի բառը բոլորովին տարբեր է, ես շատ ցավում եմ նույնիսկ, ես բառին մենք ինքներս հայերս նպաստեցինք, ինձ թվում է ավելի սփյուռքի հայերը նպաստեցին, որոնք շատ լավ չէին հասկանում ադրբեջանցի ինչ է նշանակում, ադրբեջանցին երկրի քաղաքացի իմաստ ունի, այսինքն հայաստանցի նման մի բառ է, թե Այդ եւ տարբերակելու համար Ադրբեջան քաղաքացուն էթնիկ միավորից շատ ակտիվորեն սկսեցին ազերի բառը գործածել։ Եվ չանդրադառնան, որ այս ազերին միջնադարում իրանական լեզու էր եւ այլն, ոչ մի կապ չուներ այս տարածքին եւ նույնիսկ այն ժողովրդին նկատի չուներ։ Ադրբեջան բառից արտացված հնարովի մի անուն էր, որը բավական շատ տարածվեց մեր զանգվածային լրատվամիջոցներում եւ դարձավ հաջանակ։ Հարազան, օրինակ ես գիտեմ տարբեր ինքնություններ ադրբեջանական կան փոքրամասնություններ, բայց նաեւ կա ազերի ինքնություն, ազերի ժողովուրդ։ Որտեղ ինչի Ադրբեջանում չկա այդպիսի ժողովուրդ ազերի կա, որտեղ դրաս Ադրբեջանում որտեղ հյուսիսում, հարավում, հարավային մասում հարավային մասում թալիշներն են։ Մուղանի դաշտի որտեղ թալիշներն են։ Այնտեղ ազերի չկա, բայց թալիշները կարող են իրենց երբեմն ազերի ասել, որտեղ իրանական լեզվով ազերիներ կային, այսպես ասենք, իրանական Ադրբեջանում, բայց այդ ժողովուրդի հիմա չկա, հատուկեն լեզվի կրողները կան, բայց ազերի ժողովուրդ այս պահին որևէ մեկը չի կարող առանձնացնել, չնայած ազերի լեզվի մնացորդները դեռ կան։ Եվ հնարավոր է թալիշների մեջ այդպես հատուկ են մարդիկ իրենց ասած լինեն ազերի։ Չգիտեմ իրենք իրականում ինքնության կրող են, բայց այդպես էթնիկ միավոր Ադրբեջանի հարավում չկա։ Չգիտեմ դուք ում եք հանդիպել եւ ձեզ կոնկրետ ինքը ինչ է ասել, բայց սա իրականությունն է, չկա այդպես։ Ուղղակի դասախոսն են ասել, որ ազերի ժողովուրդ կա, որը կապ չունի ընդհանրապես ադրբեջանցիների հետ։ Կա թե եղել է։ Այս պահին ազերի ժողովուրդ չկա։ Եղել է։ Եղել է մի ասեցին, բայց եղել է ավելի շուտ ատրպատականի տարածքում, քան թե այսօրվա Ադրբեջանի, եւ բնավ չեմ բացառում, որ նույնիսկ այսօր քաղաքական դրդապատճառներով երբեմն մարդիկ իրենց նույնականացնեն այդ ազերիների հետ։ Այո, ջան։ Ես ուզում եի իմանալ այն հակասությունները, որոնք գոյություն ունեն շիաների եւ սունների միջեւ, ունես թշնամանցություններ։ Եթե վերջում սրան անդրադառնանք, սա մանկուր Եթե դուք դավանաբանական խնդիրը մենք դասախոսություն ունենալու ենք, եթե քաղաքական կողմը նկատի ունեք այդ բանը, շատ սիրով կանդրա նախորդ անգամ էլ ալևիների մասին խոսելուց մի քիչ անդրադարձել սրան, բայց այդպես էլ դավանական խնդիրներին չասեմ։ Բայց ես հիմա դրան դեռ չանդրադառնամ, վերջում։ Հիմնական թող բանս ասելիքս նա է, որ երբ որ արդեն ձևավորվեց խորհրդային Ադրբեջան կոչվածը, այսօրվա
Ադրբեջանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով ինքը անշուշտ շատ բազմազգ էր արդեն։ Ես հիմա այստեղ ինչ-որ թվեր ունեի, որ կարծում եմ, հա, այստեղ պետք է լինի։ Լավ, այս մարդահամարների մասին այդ շատ բազմազգ մի տարածք էր, որտեղ այն մարդիկ, ովքեր իրենց նույնականացնում էին 26 թվականի մարդահամարին, օրինակ, որպեսի տարբերեին թրքալեզու կովկասյան խմբին օսմանյան թուրքերից, այդպես էլ գրեցին օսմանյան թուրքեր և թուրքեր։ Երկիրը կոչվում էր Ադրբեջան, բայց 26 թվականի մարդահամարի ժամանակ ադրբեջանցի էթնանուն չկար։ Կար երկու թուրք ձևը, մեկը օսմանյան թուրքն էր և մյուսը թուրքն էր, որը պետք է հասկանան, որ Ադրբեջանի թրքախոս բնակչությունն է։ Ուրեմն այդ մարդահամարի տվյալներով Ադրբեջանի թուրքերը կամ թուրքերը տվյալ դեպքում իրենց թվականախով զիջում էին Ադրբեջանի մնացած ամբողջ բնակչության համահավաքին։ Այսինքն հայերը, ռուսները, կովկասյան շատ ժողովուրդները, իրանալեզու ժողովուրդները, վրացալեզու ինգելոները եւ այլն, եթե սրանց բոլորը համահավաքը նայենք։ Եվ տերմինը շատ հեղեղուկ էր, որևէ տերմին դեռևս չէր աշխատում, ոչ հավաքականության համար, ոչ կոնկրետ խմբի համար։ Այսինքն կոնկրետ լոկալ խմբերի համար աշխատում են արդեն ասիկամետնացողային կազմավորումները, այլում, թեքերլու եւ այլն, կամ իր տարածքի անունը Ղուբացի, Ղարաբաղցի, Շաքեցի եւ այլն, կամ ընդհանուր հավաքական անունը մահմեդականն էր։ Ուրեմն եւ երբ որ ադրբեջանցի տերմինը ընտրվեց Ադրբեջան երկրի անունից որոշել էթնանուն օգտագործել, ես ուզում եմ մենք պատկերացնենք այս իրավիճակը։ Ադրբեջանում ապրող ժողովուրդներից ոչ մեկը այս տերմինի ինքնության կրող չէ։ Այս տերմինը իրանց համար արհեստական մի բան է, որը երկրի անուն էր, ու բոլորն են, ահա, դա ադրբեջանցի են ասում, այսինքն Ադրբեջան երկրից է։ Մեծ ընդվզում չկար։ Ես նույնիսկ նյութեր ունեմ, որ 39 թվականի մարդահամարի ժամանակ թալիշներին, թաթերին, այն ժամանակ հատուկ բան թաքուն չէին գրում, ուղղակի համոզում էին, ասում էին, արեք անվան դիմաց գրենք ադրբեջանցի, չէ՞ որ Ադրբեջան երկրում է ապրում։ Ու այդ մարդիկ համաձայնում էին, որտեղ ադրբեջանցի տերմինը էթնիկական իմաստ չուներ եւ ոչ մեկի չէր պարտավորեցնում իր ինքնությունը նույնականացնել կամ մերժել, իր ինքնությունը հանել։ Բացարձակ նույնքեր թրքալեզուների համար էր ադրբեջանցի տերմինը անծանոթ, խորտ եւ իրենց ինքնության հետ որևէ կապ չունեցող։ Բայց եթե դուք նաեւ մարդահամարից մարդահամար նայում եք, թե այդ տերմինը ինչպես է հավաքում թվականակ եւ ինչպես են նվազում մյուս ազգությունները, եւ սրա հետ զուգահեռ եկեք նայենք, որ 40-ական հետպատերազմական շրջանում էր, որ սկսվեց նաեւ Ադրբեջանի պատմություն շարադրելու խնդիրը։ Այդ երկիրը դեռ որևէ հավաքական պատմություն շարադրված չէր, եւ պատմությունը պիտի կոչվեր Ադրբեջանի պատմություն կամ Ադրբեջան ժողովրդի պատմություն։ Պատմության շարադրանքը ինքը դարձավ շատ լուրջ խնդրահարույց։ Պատմության շարադրանքը իր մեջ պարունակում էր նաև արդեն Ադրբեջան տերմինի ետահայաց ձևակերպում։ Եթե այդ պատմության դասագրքում ասում է ադրբեջանցիները 11-րդ դարում, ադրբեջանցիները 12-րդ դարում, սա եղավ Ադրբեջանի տարածքի մշակութային յուրացում տերմինի միջոցով։ Ադրբեջան տերմինի միջոցով։ Առաջին ընդվզումները մտավորականների մեջ այս շրջանում սկսվեցին։ Առանձին հատկապես լեզգիական մտավորականության մեջ, հյուսիսի կովկասյան ժողովուրդների մեջ, վստահ եմ նաև որոշ չափով Դաղստանի իրենց հայրենակիցների կողմից խնդիրը ձևակերպելու հետևանքով, բայց այս շրջանում նրանք սկսեցին խնդիր բարձրացնել, որ Ադրբեջանի պատմությունը ում պատմությունն է։ 5-րդ դարում ադրբեջանցի չի ապրել, իսկ այդ պատմության դասագրքում 5-րդ դար է շարադրվում։ Եվ նաև դրան զուգահեռ ընթանում էր փնտրտուքը ադրբեջանցիների էթնանույնականացման կամ ծագումնաբանության վարկածների փնտրտուք է։ Միշտ քաղաքականացված խնդիր է սա։ Ես ընդհանրապես վախենում եմ, որ
համարյա բոլոր ժողովուրդների ակադեմիական պատմագրությունները զգալի չափով քաղաքականացնում են եւ նախապես քաղաքական պատվեր կա էթնիկ ցակումնաբանության շարադրանքում։ Առավել եւս այս կոնկրետ դեպքում։ Հիմա ի հայտ են եկել նյութեր, որ այն ժամանակվա Ադրբեջանի կենտրոնի քարտուղար ուղղակի Ստալինն անդադ բողոքում է, որ խորհրդային գիտնականները Ադրբեջանի կապված խնդիրները շարադրելիս իր Բաղիրովի կարծիքը կամ Ադրբեջանի ակադեմիայի կարծիքը չեն հարցնում։ Իրենք գրում են մի պատմություն, Ադրբեջանը գրում է մի պատմություն եւ հետո աստիճանաբար սկսում է այս պատմությունը նաեւ հարմարեցնել խորհրդային ընդհանուր շարադրանքի հետ, նույնիսկ այլ հեղինակներ, նույնիսկ Երեմյանը նրան էր պատվիրված աղվանքի պատմությունը ձևակերպել այնպես, որ նա հետո համապատասխանի Ադրբեջանի ակադեմիական պատմագրության ընդհանուր կոնցեպտին։ Եվ այս ընդհանուր կոնցեպտի մեջ հիմնական շեշտը դրված է Ադրբեջան տերմինի վրա։ Ադրբեջան տերմինը սկսում է Ադրբեջան տարածքի ամբողջ անցյալի պատմությունը յուրացնել։ Եվ հանկարծ այս տարածքի ժողովուրդները, որոնք այս առնվազն թրքալեզուներից ավելի վաղ, ճիշտ է շատ բազմաթիվ, շատ մեծ խմբերով քանակապես, բայց այնուհետև տարածքում մշակույթ են ստեղծել, պատմություն են ստեղծել, ունեն պատմական անցյալ, եւ հանկարծ բաժնում նրանք ոչ մի դեր չունեն այդ պատմական անցյալում։ Այս խնդիրը դեռ այդքան ծանր չէր, երբ պատմագրության ձևավորման հիմքը որոշվեց դնել աղվանքի որպես ժառանգորդ, այսինքն բոլորի հայտնի անունները Բունյատով, Մամեդովը, սրանք այն ուղղության շարադրում են, որոնք գրում են, որ այսօրվա Ադրբեջանը ժառանգել է Կովկասյան աղվանքի մշակույթը տեղաբնիկ ժողովուրդների մշակույթների հետ միասին։ Սա մի տեսակ ավելի խաղաղ էր թվում։ Եթե տեղաբնիկ ժողովուրդների հետ միասին է, ուրեմն այդ տեղի կովկասալեզու ժողովուրդներն են, ավելի ուշ նրանց միացած իրանալեզուներն են, ուրեմն դա տարածքից չի խզում, կարծեք թե չի խլում նրանց պատմական անցյալը։ Բայց հենց 50-ական թվականներին արդեն ադրբեջանական պատմագրության մի սողոցնոր Յամպոլսկին էր ղեկավարում, նա զուգահեռաբար սկսեց շարադրել մշակութային անընդհատությունը Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանի ամենավաղ շրջանը տանում էր մինչև թուրքական անցյալ եւ թուրքական մշակույթի անընդհատությունը առնվազն մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում։ Իհարկե սա դեռ նուրբ խորժակ էր, այսօրվա խորժակին չասավ Յամպոլսկին այն ժամանակ։ Բայց հենց որ խնդիրը սկսեց այսպիսի կոնկուրսի հասնել, սա իսկապես սկսեց ստագնապներ առաջացնել։ 50 թվականին էր, որ Նիզամին հայտարարվեց, օրինակ, սկզբում շատ մեղմորեն, թուրքական պոետ, գիտեք, Նիզամի Գանձակեցին, այո, սկզբում շատ մեղմորեն, առաջին հոդվածը Անկարայում լույս տեսավ, որտեղ ներկայացվեց խնդիր այնպես, որ առաջ կար սխալ կարծիք, որ Նիզամին իրանական պոետ էր, հիմա կարծեք թե նոր նյութեր եկել են ցույց տալու, որ Նիզամու համակրանքը բոլոր եւ նրա ամբողջ պոեզիան դա թուրքական մշակույթի սիրո պոեզիա է, եւ աստիճանաբար ուրեմն հոդվածը գնում է հանգելու նրան, որ Նիզամին թուրքական մշակույթի ներկայացուցիչ է։ Այլ նրան հաջորդող հոդվածներում արդեն Նիզամին նաև էթնիկական թուրք է, բայց ընդհանրապես սկսեց հասունացվել թուրքական մշակութային անցյալ, ինչպես է պայմանավորում մշակութային անընդհատությունը այս տարածքում։ Եվ աստիճանաբար սկսեցին դուրս մղվել անունների հիշատակությունները նույնիսկ պատմության դասագրքերից։ Ավելին ասեմ, 30-ական թվական, 37-30 թվական ռեպրեսիաների այն ամենաակտիվ շրջանում, օրինակ, Բաղիրովի ժամանակ ուղղակի 300 հատ դպրոց տեղական ժողովուրդների լեզվներով փակվեց։ Ամբողջ դպրոցները ադրբեջանացան։ Չնայած քննարկում էր եւ նույնիսկ որոշ ժողովուրդների համար կիրիլիցայով այբուբեններ են ստեղծել եւ ընդհանրապես կարծեք թե խորհրդային տրամաբանությունը տանում էր տեղական ժողովուրդների լեզուների զարգացումներին։ Բայց նույնիսկ այն ժողովուրդները, որոնց մի մասը Դաղստանում էին եւ նրանց համար այբուբեն շարադրվեց, ինչ որ դասագրքեր հրատարակվեցին, նրանց այն հատվածը, որ ապրում էր Ադրբեջանում, դրանից զրկվեցին եւ նույնիսկ լեզգիների համար մասնավորապես
Ես ուղղակի այլ նյութեր չունեմ, կարծում եմ, որ խոսքը միայն լեզգիների մասին չի։ Եթե ադրբեջանական արխիվում աշխատվի, վստահ եմ, այս նյութը դուրս կգա, բայց լեզգիների համար մասնավորապես հայտնի է, որ 30-38 թվականներից հետո տարական դասարանից հետո կրթությունը դարձավ փողով։ Խորհրդային Միությունում այդպիսի բան ընդհանրապես չկար, բայց ամբողջ դպրոցը ավարտելու կամ մասնագիտական կրթություն ստանալու համար լեզգիները պետք է վճարեն, դա նույնիսկ Ադրբեջանում հայտնի ձևակերպում ստացավ լեզգի փուլ, լեզգիական փող, լեզգիները պետք է վճարեին։ Ճիշտն ասած, քանի որ դեռ կրթության շատ մեծ ցանկություն չկար, կրթությունը համատարած նոր էր Կովկասյան տարածաշրջանում դառնում արժեք։ Շատ մեծ ըմբոստություն գուցե ինքը չառաջացրեց, բայց հնարավոր է նաև, որ ինքը ըմբոստություն չառաջացրեց, որտեղ 37-38 թվականներին քաղաքական ռեպրեսիաների թիրախներից մեկը նացիոնալիզմի կոնցեպտն էր, եւ նացիոնալիզմի համար ուղղակի ոչ թե կարող էին միայն աքսորել, կարող էին նաև գնդակահարել մարդկանց, եւ նացիոնալիզմի մեղադրանքով են մի շարք հանրապետությունների կենտրոնների քարտուղարներ ուղղակի գնդակահարվել Ուկրաինայում, Բելառուսիայում, Միջին Ասիայում, եւ հետո այդ կոնցեպտը Հայաստանի համար մի ուրիշ մասնավոր զարգացում ստացավ։ Բայց ուզում եմ ասել, այդ թվականներին բողոք, առավել եւս այդ թվականներին բողոքը դա համարյա անհնար բան է։ Ինձ հայտնի է միայն մի ժողովուրդ, որը այդ տարիներից հետո 20 տարի պայքարեց, դրանք ուդիներն են, որոնց կրթությունը մինչ այդ հայկական է, ուդիները շատ մասնավոր մշակույթ են, չեմ մասնավոր անդրադառնալու նրանց, բայց 20 տարի նրանք գնացին ադրբեջանական դպրոց, ինչպես բոլորը, եւ 53 թվականին այնուհետ նրանք կարողացան Մոսկվայի միջոցով իրենց համար առանձին լուծում գտնել եւ ուդիների համար կրթությունը ռուսերենը դարձնել, այսինքն հրաժարվել թուրքերենից, բայց մյուսների համար մնաց թուրքերենը եւ սա նույնպես լեզվի թուրքացման process-ում շատ կարևոր դեր խաղաց։ Այսինքն շատ ընտանիքներում դա նույնիսկ երբ որ հիմա ինքնությունների նոր պորտկում կա Ադրբեջանում իսկ կա, նույնիսկ հիմա շատ ընտանիքներում գերադասում են երեխան ադրբեջաներեն իմանա, քան իրանց մայրենի լեզուն, որտեղ կրթության, կարիերայի եւ այլնի հնարավորություն սա է։ Ես պետք է ասեմ, շատ զարմանալի բան չի։ Հայաստանում ինձ հայտնի է խորհրդային վերջին տարիներին, վերջին 20-ամյակում հայկական էլիտան նույնպես ռուսերենը գերադասում էր հայերենից, բայց Հայաստանը եթե մեծ երկիր էր, մեծ հնարավորություններ ես նկատում եմ համեմատությունների մեջ, ապա այդ ժողովուրդները թափս որևէ հնարավորություն չունեն եւ պարզե որ իրենց լեզվական ասիմիլյացիան շատ ինտենսիվ էր ընթանում։ Եվ 80-ական թվականներին արդեն, երբ որ նայում ենք նույնիսկ մարդահամարը, ֆանտաստիկ կերպով տեսնում ենք ինչքան, այսինքն օրինակ 1.5 միլիոնից ադրբեջանցիների թիվը մարդահամարային տվյալներով 8 միլիոնը անցավ արդեն։ Շատ տարօրինակ աճ է։ Իհարկե շատ հարցականներով, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ մահմեդական միջավայրում երեխաները շատ են, Ադրբեջանի մնացած բոլոր ժողովուրդները, բացի ռուսներից, հայերից, սելդիներից, բոլորը մահմեդականներ էին, բայց նրանց մեջ չկան այդ թվերը, ոչ բնական աճի թվերը կան եւ հայտնի որ նրանք արտագաղթեր չեն ունեցել, սա էլ հայտնի է, բայց նրանց թվերը կտրուկ կրճատում են, ադրբեջանցիների թվերը կտրուկ ավելանում են եւ 70-ական թվականներին արդեն ադրբեջանցի տերմինը դառնում է արդեն էթնիկ ցուցիչ։ Ադրբեջանցին եւ ետահայաց պատմություն ունի, ժամանակաշրջանների մասին կարող է բանավեճ լինել, ադրբեջանցին եւ ամբողջ մշակութային տարածքի ձևավորողն է, ադրբեջանական մշակույթի մասին է խոսում, ոչ թե ադրբեջանի տարածքի ժողովուրդների մշակույթների մասին է խոսում։ Եվ ես պետք է ասեմ, որ այս երևույթը սրեց այն մյուս ժողովուրդների էթնիկ ինքնությունների անհրաժեշտությունը, եթե մարդիկ հատուկ խնդիր չէին դնում իրենց էթնիկ ինքնություններին անդրադառնալու, այս իրավիճակում այդ խնդիրը հատկապես սրվեց, բայց խնդիրը շատ ավելի լրջացավ 80-ական թվականների հայտնի իրողությունների ժամանակ, երբ որ նորից ակտուալացավ ադրբեջանցիների թուրքական ծագման վարկածը,
ինքը զարգանում էր Յամպոլսկու արդեն ձևավորումով, բայց ինքը համեստ տեղ էր զբաղեցնում ակադեմիական և հանրային պատմագրական գիտակցության մեջ, բայց 88-ից հետո ինքը շատ հզոր ալիքով գնաց և դրան միացավ նաև ադրբեջանիզմի ձևավորող Հեյդար Ալիևը երկրորդ անգամ իշխանության գալուց հետո ուղղակի ինքը պաշտոնապես էլ առաջարկեց, լավ, այո, մեր թուրքական ծագումը բոլորը ճիշտ է, բայց ադրբեջանցի տերմինը պահենք։ Եվ քանի Ալիև հայրը կենդանի էր, ադրբեջանցի տերմինը պահվում էր։ Բայց նրանից հետո ընդհանրապես այդ խնդիրը գիտեք այսօրվա քաղաքական բառամթերքում ինչն է, մի ազգ երկու պետություն և շատ ինտենսիվ կովկասյան թուրքեր, նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում։ Անցյալ տարվա կարծեմ Թուրքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երբ որ փաստաթուղթ ընդունեց, ամեն տարի ընդունում է Խոջալույի դեպքերի հետ կապված, այնտեղ պաշտոնապես գրված էր Խոջալույում զոհվել են այսքան կովկասյան թուրքեր։ Արդեն ադրբեջանցի տերմինը պաշտոնական գրագրության մեջ սկսում է ետ նահանջել։ Սա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ։ Եվ այսօր հրապարակի վրա լուրջ դիսկուսիաներ կան։ Ադրբեջանցի մտավորականների մի մասը ուզում է հասկանալ, երբ պետք է իրենց ինքնությունը որոշակի ձևակերպում ստանա, և էթնիկ կանոնով, և կողմնորոշումներով։ Ի վերջո 80-ական թվականներին այն ակադեմիկոսները, որոնք ձևավորեցին աղվանական ադրբեջանիզմը, և իրանական ադրբեջանիզմը, օրինակ Էգրար Ալիևը, որը ադրբեջանցիների ծագումնաբանությունը մեդիայից էր բերում, ադրբատականից էր բերում, բայց նրա իրանական ժամանակից, ոչ թե թուրքական, նրանք շատ սկսեցին նշանակել, նրանք համարվեցին ավելի հոդվածներ կան, որտեղ ասում են, նույնիսկ հայերը այդքան չեն կեղծել մեր պատմությունը, որքան Բունյատովն է կեղծել, որքան Մամեդովն է կեղծել, մեր թուրքական ծագումը տարել են իրանց զոոլոգիական ատելությունը թուրքերի հանդեպ, իրանց մղել է իրանացնել, իրանց մղել է մեզ աղվանացնել, աղվանը ինչ բան է, այդպիսի բան գոյություն չունի, սրանք շատ բարձրաձայն և այսօրվա գիտությունների ակադեմիա, ադրբեջանական գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի հիմնական աշխատանքային ուղղվածությունը հենց թուրքական ծագումնաբանությունն է, թուրքական անցյալը և այդ ծագումը մաքսիմալ հնացնելը։ Անշուշտ սա տեղափոխվում է դասագրքեր և իսկ դասագիրքը անցնում են Ադրբեջանում բոլորը, այդ դասագրքերով։ Դե չեմ խոսում այն մասին, որ նախ բոլորին ձևավորում են նաև փորձում են ընդհանրությունը ձևավորել նաև ընդհանուր հայատյացության հողի վրա և օրինակ դասագրքերում ուղղակի ասված է, որ սև վեղարավորներն են Ադրբեջանի և ադրբեջանցիների ամբողջ պատմության հիմնական թշնամիները, այդ թվում մեզ տրոհողները, մեզ բաժանողները և այլն, ընդհանուր թշնամու այս կերպարի, բայց խոսքը նույնիսկ սրա մասին չի, խոսքը նրա մասին, որ այսօր ադրբեջանցի երեխան ցանկացած ադրբեջանցի, տվյալ դեպքում քաղաքացի ադրբեջանցի երեխան, ցանկացած երեխա դպրոցում սովորում է մի պատմություն, որով մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակից իրանց այս տարածքում և շատ ավելի մեծ տարածքում թուրքական կազմավորումներ էին, որոնք սերնդեսերունդ փոխանցել են այն ինքնությունը, որից նրանց փորձել են շեղել խորհրդային շրջանում, բայց հիմա իրենք վերադառնում են այդ ինքնությանը։ Եվ սա հիմա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Հիմա օրինակ լեզգիները, թալիշները, ծախուրները հեղեղում են, նաև նամակներ են գրում, լավ ասում են, եթե մենք ադրբեջանցի էինք, հիմա դուք թուրք եք, մենք ինչ ենք։ Եթե ադրբեջանցի տերմինը Ադրբեջանի քաղաքացի էր նշանակում շատ երկար ժամանակ, և եթե հիմա էլ է ադրբեջանցի տերմինը մնում որպես քաղաքացի, բայց դուք ձեր ինքնությունը մասնավորեցրել եք թուրքեր եք։ Հիմա մենք ինչ ենք, դուք թուրք եք, մենք ադրբեջանցի ենք, կամ դուք հիմա թուրք եք, բայց լեզգին ինչն է, թալիշն ինչն է, չկա ոչ հրապարակախոսական գրականության մեջ մի լեզգի մտավորական գրել էր, որ 70 տարի ադրբեջանական ամբողջ հրապարակախոսական մամուլում լեզգի բառը երբեք չի օգտագործվել։ Չգիտեմ իսկապես չի օգտագործվել, ինձ շատ տարօրինակ էր այդ նյութը, բայց ըստ էության այնքան է շրջանցվել, որ մարդը կարող է
այսպիսի մի բան ասեք, հիմա էլ չի ասվում, հիմա էլ օրինակ այդ նույն դասագրքերում գրվում է, որ իբրև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թիրախավորում էր օրինակ լեզգիներին, դա քարոզչանյութերից մեկն է, լեզգիները թիրախավորված էին, հիմա լեզգիները իրենք են գրում, որ դե երևի թիրախավորված էր, որտեղ ադրբեջանական բանակը կազմավորվում էր հենց լեզգիներից, ոչ թե թուրքերից, ուզեին հայերը հենց լեզգիների վրա պիտի կրակեն, ենթադրենք, սա քաղաքական բառամթերքն է, որը այս երևույթների ընկալման ընդհանուր պատկերացումներն է ցույց տալիս, մատուցման եւ ընկալման հիմնական պատկերացումներն է ցույց տալիս։ Պետք է ասեմ, որ նույնիսկ պաշտոնական գրագրությունը բավական ճգնաժամային է այսօր, եւ եթե նայեք, ես հատուկ նայում եմ այն կոնվենցիաները, որոնք Ադրբեջանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի համար եւ պարբերաբար զեկույցներ է ուղարկում տարբեր հարցերի շուրջ, օրինակ ռասայական, կրոնական եւ այլ խտրականությունների դեմ կոնվենցիային 2 տարին մեկ է ուղարկում, ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիան, որ ստորագրել է 3 տարին մեկ է ուղարկում, եթե նայեք իր ռիպորտները, ամենաբարձր պետության, այսինքն պրեզիդենտի մակարդակով ստորագրված այդ կոնվենցիաների կեսը շարադրված է, թե ոնց թշնամի հայերը Ադրբեջան ժողովրդին, այսինքն գրինքը իր երկրում իր արածները, չէ, թշնամի հայերը այս ամբողջ 3000-ամյակ աշխարհին խաբեցին, Ադրբեջան ժողովրդին թուրք, կովկասյան թուրքերին եւ գնում է տերմինաբանական անհասկանալին։ Ես չեմ ամաչում ձեզ ասեմ, որ ես այդ էքսպերտների հետ հանդիպից նրանք ինձ նաև հարցում են, որ հասկանան, երբ որ այս տերմինը գրած է, իրենք ում պիտի նկատի ունենան։ Այդ աստիճան, ուրեմն խնդիրը, որ 7000-ամյակ շարունակ մենք այստեղ թուրքական մշակույթի կրողները լինելով, այսօր մենք չենք կարողանում մեր թուրքական մշակութային անընդհատությունը իրացնել եւ այդ փոքրամասնությունների խնդիրը, հորինված խնդիր է, որ փոքրամասնությունները քարոզչության հետևանք են, որ Կովկասյան աղվանքը դա թուրքական տարածք էր եւ գիտեք, շատ բացահայտ եւ հայտնի երևույթների մասին պաշտոնական այսպիսի բան է։ Ճիշտ ասած, ինձ համար զարմանալի է նաեւ, որ Եվրոպայի խորհուրդը ինքը չի այս խնդիրներին պատշաճ անդրադառնում եւ այդ բոլոր զեկույցները դրած են իրանց կայքերում։ Այս կայքում դրածը սա նաեւ քարոզչություն է։ Մի անգլիացի հեղինակ Ադրբեջանի մասին, պատմական շրջանի մասին գիրք գրելու համար, չէ, Ադրբեջանի չէր, ուղղակի նախաբան որոշ հատված Ադրբեջան անդր, վերցրել էր այդ զեկույցները որպես պաշտոնական նյութ է եւ իր գրքի նախաբանում դրանք համարելով հիմք շարադրել էր մի այնպիսի անհետեցություն, որ ուղարկեց նաեւ մենք, որտեղից է sense նյութերը, ասում են պաշտոնական Ադրբեջանի պետության ներկայացրածներն են։ Եվ փոքրամասնությունների խնդիրը Ադրբեջանում հիմա ընդհանրապես արդեն պաշտոնական քննարկումից դուրս է գալիս։ Եթե դեռևս 10 տարի առաջ Ադրբեջանի ազգագրության ինստիտուտը գրում էր Ադրբեջանի բազմազգ կազմը, Ադրբեջանի բազմազգ մշակույթի գրավականն է, բազմազգ բառը դեռևս գրվում էր, այսօր արդեն չկա այդպիսի բան, այսօր Ադրբեջանը մոնոտոն մշակույթի երկիր է, մոնոտոն պատմական անցյալով եւ սա նույնպես իր հերթին առաջացնում է խնդիրներ։ Ես կարծեմ ամենավերջում այդպիսի մի բան էի վերել, թե իրենք ադրբեջանցիների ադրբեջանական թուրքալեզու մտավորականությունը ինքը ինչպես է խնդրում արդեն պաշտոնապես ուղղակի ձևակերպել իրենց համար մի ինքնություն, ես որ սլայդն է, ես շատ վերջում պիտի գտնեմ այդ բանը, իրենց ձևակերպումը, թե հնարավորություն մեզ տվեք մի տերմինով ինքնանույնականանալու մեջ, չգիտենք մենք ադրբեջանցի տերմինը պիտի օգտագործենք, այս է։ Սա
հավաքական դրությունը, որ հետո նաև հրատարակվեց, չգիտեմ այս իրենք էլ իրենց դեպքով են խնդիրը դնում, որ ադրբեջանցի էթնոսի տաքեմնական թուրքեր են և ադրբեջանցի բառը չի կարող քաղաքացի իմաստը արտահայտել, բայց եթե այդպես է, եկեք տարանջատենք այս տերմինները և մի դեպքում որպես էթնոս հասկանում, մի դեպքում քաղաքացի, որտեղ մենք ադրբեջանցին թուրք ենք հասկանում, իսկ մինչև հիմա ներկայացվել է որպես ադրբեջանի քաղաքացի։ Այսինքն, այս նոր զարգացումները լրացուցիչ մի ճգնաժամ առաջացրին այն ինքնության փնտրտուքներում, որը ձևավորվում էր ադրբեջանցի բառով։ Բայց միևնույն ժամանակ օրինակ ուշագրավ է, որ քանի դեռ թուրք բառը Ադրբեջանի հանրային գիտակցության մեջ չունի պատմական անցյալի հավակնություն, թուրքական մտավորականություն դեռ սովոր չմտածել, որ օրինակ ասի Կովկասի թուրքերը 10-րդ դարում, Կովկասի թուրքերը 5-րդ դարում, նա սովոր է մտածել ադրբեջանցիները 5-րդ, չնայած երկու տերմիններ չունեն այդ ժամանակի մշակութային իրավունքը, բայց քանի որ լեզվամտածողությունը վարժվել է, ադրբեջանցի տերմինին տրվում է իրավունք, վիրտուալ իմաստով իրավունք, Ադրբեջանի տարածքի ամբողջ պատմական ընթացքի տերը լինելու և ներկայացնելու։ Թուրք տերմինը դեռ այդ ընկալումը չունի և հիմա ընթանում է այդ տերմինի համար պատմական անցյալը նվաճելու մի այսպիսի աշխատանք։ Շնորհակալություն։ Մենք 25 րոպե ունենք հարցերի համար, խնդրեմ։ Ձեր կարծիքով կմեկնաբանեք պաշտպան էվոլյուցիան Հայկական շահերի տեսանկյունից։ Շատ ծանր հարց եք տալիս։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ հայկական շահ հասկացողությունը սա միայն Հայաստանը չի։ Մյուս կողմից մենք Ադրբեջանի հետ այսօրվա ունենք վաղ շրջանից այգուտուն 20-րդ դարում ավերածված տարածքային խնդիր և միևնույն ժամանակ ունենք պատմականորեն վիճակվող հայացք, ինչ է աղվանքը, ինչ է հայոց համար հայկական աղվանքը, ինչ է կովկասյան աղվանքը, վստահ չեմ, որ սա բոլորին քաչ հայտնի երևույթներ են, բայց հայկական պատմագրության տեսակետից Կուրի ձախափնյակը դա բուն աղվանքն է, Կուրի աչափնյակը, որը մեծ հաշվով ընդգրկում է պատմական ուտիք և Արցախ նահանգները, դա հայկական աղվանքն է։ Հայկական աղվանքը միանգամայն գործածական իրավունքի տերմին է և հայ պատմիչներն էլ շատ գործածել են, այն իմաստով, որ երբ որ Պարսկաստանը Հայաստանը բաժանումից հետո վերածեց մարզպանությունների, այս երկու նահանգները կովկասյան բուն աղվանքի հետ մի մարզպանության մեջ ընդգրկեց և մարզպանության անունը աղվանից մարզպանություն է։ Եվ այդ երկու հատվածը ի վերջո հայկական աղվանք դարձան։ Չեմ անդրադառնալու ավելի ուշ շրջանի զարգացումներին, բայց մենք այստեղ քննարկելիք ունենք։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք։ Այնպես չի, որ սա շատ միանշանակ գիտության մեջ լուծված է։ Այնպես չի, որ նաև հայ պատմագրությունը միշտ անթերի է իր փաստարկներում։ Բայց պետք է ասել, որ մեր դիմաց ադրբեջանական պատմագրությունն է, որ ուղղակի ոչ մի փաստագրական նյութով չի աշխատում։ Շատ անհավասարակշռ վիճակ է, եթե գիտության տեսակետից մոտենանք։ Եթե մոտենանք խնդրին քաղաքական տեսակետից, այն, որ ադրբեջանական ինքնությունը որոշ հեղեղություն ունի, և ադրբեջանական ինքնության այսօրը, այսինքն տվյալ պահին և որը լինի, ընտրություն է կախված քաղաքական կոնյունկտուրայից, դա լուրջ խնդիր է և հետաքրքիր խնդիր է։ Այն կախված է եղել թե իրանական կողմնորոշումից, թե թուրքական կողմնորոշումից, վերջին շրջանում ըստ երևույթին խորհրդային ուժեղ ազդեցությամբ և կոմունիստական ազդեցությամբ աղվանական, բայց շատ ճկուն առայժմ ինքը տնօրինվել է։ Այդ ադրբեջանական ինքնության փոփոխությունների նկատմամբ թերքալեզու զանգվածի մեջ մինչև հիմա որևէ ըմբոստություն չի եղել։ Այս կարգի մաքսիմում և սա է նոր շրջանի և կրթված մտավորական միջավայրերի խնդիր է,
բայց մեծ հաշվով այս ինքնությունների քաղաքական փոփոխությունների գործընթացները նրանց մեջ չեն առաջացրել բողոք։ Բայց ինքնության ճգնաժամ կա եւ թրքալեզու հատվածի մեջ փնտրտուք։ Ես օրինակ կարդում եմ, ինչպես են մեր ոմանք պնդում, որ բավական է մեզ թուրքացնեք, մենք աղվանական ենք, իմ պապերը են, մեկ ուրիշը գրում է, որ ախր Ֆիգրար Ալիև այդքան փաստացի ցույց տվեց, մեր ամբողջ մշակութային բագաժը գալիս է մեդիատոր պատականից, գալիս է իրանականից, սրանք առկա երևույթներ են նաև հրապարակախոսական միջավայրում։ Բայց բնակչության քանակական մեծամասնության մեջ ընդհանրապես խնդիր չկա, քանակական գավառական մեծամասնությունը դեռ գործածում է մահմեդական բառը, իսլամ, mən մուսուլմանամ։ Մուսուլման բառն է ինքնորոշման համար օգտագործում, եւ բայց կասեի, որ Ադրբեջանի ներսում այս քաղաքական կախվածությունը տերմինի եւ դրա հետ իմաստի ձևավորումը գրգռում է ազգային փոքրամասնություններին Ադրբեջանի եւ գրգռում է երկու կերպ։ Մի դեպքում նրանց մի ակտիվ քաղաքականացված եւ հարմարվողական մասը ջանում է մաքսիմալ արագ թուրքանալ եւ մոռացնել տալ իր էթնիկական անցյալը, որ հարմարվի Ադրբեջանի իր կարիերան հարմարեցնի Ադրբեջանի հիմիկվա ինքնության զարգացումներին, մյուս մասի մեջ կա մեծ ընդդիմություն։ Լարված վիճակ, այո, առաջացնում է։ Ես չեմ կարող ասել, թե սրանից մենք ինչ քաղաքական շահ կարող ենք ունենալ։ Անկեմ։ Գաղտնի որ լարվածություն է առաջացնում, իսկ կան հստակ կազմակերպություններ կամ խմբեր, որոնք ղեկավարվում են պայքարելով զուլման դեմ։ Ուրեմն կա, բայց կազմակերպությունները, որպես այդպիսի մեծ մասը Ռուսաստանում են, եթե չհաշվենք թալիշների չգրանցված կազմակերպություններ, բայց ջանքեր կան։ Բայց լեզգիների, ռուտուլների, ծախուրների կամ այսինքն կովկասալեզուների համար հիմնական աշխատող ջանք թափող խմբերը, որոնք եւ նաեւ ձևավորված են, կայքեր կան, հեղեղվում են նյութերով, ճիշտ են դեղել բազմաթիվ, ինչպես եւ ցանկացած երևի քաղաքական ակտիվ փուլում կեղծիկ կա, սուտ կա, ինչ-որ ձեռքի կարգա բոլորով հեղեղված են, բայց կան եւ նրանցից շատերը հարազատներ ունեն Ադրբեջանում եւ շատ հաճախ գրում են, որ իրենց հարազատները հաճախ հարձակումների եւ հարվածների տակ են։ Բայց նաեւ Ադրբեջանից կան միավորումներ, մարդիկ արդեն հայտնի, որոնք գրում են Պուտինին, գրում են Դաղստան, ուղղակի կայքերում են դնում, բայց ամենից ակտիվ գրում են հենց Ադրբեջանի իշխանություններին, որ մեր օրինակը մեր երկի թույլ տվեք մեր երկու, ինչքան կարա թույլ չտա, որ մենք մեր լեզվով, մեր երկերը, մեր համերգներին ներկայացնենք, օրինակ։ Իսկ շատ հաճախ դա պաշտոնապես երբեք չի թույլատրվում, բայց եթե անում են, երբեմն նաև ուժով գալիս են եւ ցրում են։ Բայց երևութապես իհարկե ջանում են բազմազգ Ադրբեջան տերմինը շարունակել ներկայացնել։ Ես մի շաբաթ երևի առաջ կուլտուրայի ալիքով ցույց էի տալիս ադրբեջանցի իբրթե մասնագետ, որը որ լարախաղացությունն էր պրոպագանդում, ասում է ու հաղորդավարը, որ ավելի թուրքի կողմնակից է, ասում է 16-րդ դարում ձեր դուրս սկսեց լարախաղացությունը, այդ մարդն էլ ասել, չգիտեմ 16-րդ, բայց 19-րդ դարում, ասում է մենք լարախաղացությունը ստեղծել ենք։ Այդ ձևի փաստորեն Ռուսաստանը Ադրբեջանին ուզում է ասի դու շատ հին ժողովուրդ ես։ Նույնիսկ Ադրբեջանից շատ ադրբեջանցի են, էլի իրան։ Լավ, եթե 16-րդ դարում Ադրբեջանի տարածքում որևէ լարախաղացություն եղել է, դա դեռ ժողովրդի մասին չի, դա դեռ լարախաղացի արկայության մասին է։ Այդ տարածքում հազար մի տեսակ ժողովուրդ ապրել է։ Այսինքն, որ քաղաքական մեծ ջանքեր կան տեղաբնիկությունը եւ էթնիկությունը ադրբեջանական հաստատելու անշուշտ, եւ որ ռուսական ալիքները մի դեպքում քաղաքականացված, մյուս դեպքում ոչ միշտ գիտակցված կարող են այս խնդրին նպաստել, նույնպես կա։ Բայց ես կուզենայի նաեւ երրորդ ասել, որ մենք էլ ոչ միշտ ենք սթափ եւ ռեալ գնահատում մշակույթի էլեմենտը մեր մոտ էլ ջանք կա ամեն ինչի մասին ասել հայկականը առանց հստակ իմանալու դա հայկական վերլուծված է, գիտենք արդյոք, այսինքն չափազանցություններ էլ ունենք, էլի այստեղ։
անհամեմատ քիչ, որովհետև անհամեմատ շատ են տեղեկությունները մեր անցյալի մասին, բայց նույնպես ունենք ցավագին ընկալում սրա։ Մնայք մշակույթից եք ասում, չէ՞, Բազիլիկ Գորկը, երբ որ գտել են ներկայացուցիչը 5-րդ դարին, ասենք Սիբիրում, Բազիլիկ Գորկ, ազերբայջանցիք ասում են դա հայ բան է, Բազիլիկի մասն է խոսքը։ Ազերբայջանցիք ասում են դա մերն է, ասենք հայկական հուսվածքով, չէ՞, մեկ հայկական հուսվածքով է Գորգը։ Որ դարի Գորգը, ես ծանոթ չեմ։ Բազիլիկի մասն է խոսքը, Բազիլիկ Գորգը։ Չգիտեմ, որ դարի Գորգը։ 5-րդ դարի Գորգը Բազիլիկը։ 5-րդ դարի Գորգ, ես նույնիսկ չեմ պատկերացնում, եղել է ծանոթ չեմ։ Ազերբայջանցիք ասում են դա մեր Գորգն է, այս հիմա այդ Գորգի մասին ֆիլմ են պատրաստում եւ տարբեր տեղեր, երբ որ ցուցահանդես էր Ատրպատականում, իրանք ներկայացնում էին հայկական Գորգերը գրվածներ հանել են, բայց Գորգի հատակագից երբ որ եկեղեցի է, ասում էին մերն է, ես ասեցի շատ լավ եք ասում, ուրախ եմ որ ազերբայջանցի գործում են հայկական եկեղեցու հատակագծով Գորգ։ Իսկ եկեղեցու հատակագծով Գորգ են գործում։ Չնայած 5-րդ դարում լրիվ կարող էր եւ եկեղեցիներ կային։ Յան ասում էին սա ազերբայջանական է, երբ որ ասում են սա հայկական բան, եւ գրվածներ նշաներ, որ ասում են հայկական եւ ու իրանք այդ ժամանակ հայտարարակ պարտությամբ թողեցին լքեցին Ատրպատականը։ Բազմաթիվ են։ Ուրումիայի թանգարանում էր, Ուրումիայի թանգարանում էր։ Ես ծանոթ չեմ այդ Գորգի պատմությանը, բազմաթիվ են այդպիսի դեպքերը։ Հիմա Մեգերյան կարպետ ընկերությունը դա արտադրել է, կոպիան արագործել է Բազիլիկ Գորգի, որը միտաժում է դրած այդ Գորգի։ Որպես ազգային մշակույթի էլեմենտ, այո։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հարցս մի փոքր ամասնությունների թեմայից։ Ադրբեջանական պատմագրության մեջ մի հատ աղոտ դեռ այդքան հեղեղուկ մեղադրանք կա, կապված 48-ից 54 թվական, եթե չեմ սխալվում, 47-51 թվական։ Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխության հետ։ Եթե կարելի է մի փոքր մանրամասնագիր։ Սիրով, այս պատմությունը բավական հայտնի պատմություն է եւ արխիվացված է։ Իդեպ մի անգամ զարմացա մի ադրբեջանցի բավական մոտել իրականությանը գրել, ունեմ այդ գիրքը, Ասլանը։ Բայց պատմությունը եւ արխիվով եւ հայտնի հաստատաթղթերով եւ նաեւ որքան ես հասկանում իսկապես այդպես եղել է, դա այն է, որ գիտեք, որ երբ որ տապալվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինի այն քայլը, որ վերանային Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ, արդեն բավական բարձրաձայնված էր, որ հայ հայրենադարձներ պիտի գան, եւ այդ հայ հայրենադարձները այստեղ տեղ չունեն։ Սա որպես մի փաստարկային մի լրացուցիչ բան էր օգտագործում եւ արդեն հայրենադարձների ցուցակները կազմված էին։ Այդ ժամանակ Հայաստանը փորձեց առաջարկել, որ հայրենադարձներին տեղավորելու համար Հայաստանում քանի պրոբլեմ կա, փոքր է, սակավահող է, խեղդված է, իսկ Ղարաբաղի խնդիրը միշտ պրոբլեմ է եղել, լավ կլինի Ղարաբաղը միանա Ադրբեջանին եւ հայ հայրենադարձներին եւ ինքը սակավամարտ Ղարաբաղը Հայաստանին միանա եւ ինքը սակավահող չի, ավելի մեծ հնարավորություն քիչ է բնակեցված, սակավամարտ է, ուրեմն բնակեցնեն հայրենադարձներին այս տարածքում։ Սա հայտնի խոսակցություն, փաստաթղթերում շատ կա, Ստալինին այն ժամանակ Արութինովն էր մեր կենտրոնի առաջին քարտուղարը, Ստալինին այս առաջարկը անելիս, ասում է գրավոր տվեք եւ ինքներդ պայմանավորվեք Բաղիրովի հետ, Բաղիրովն Ադրբեջանի։ Այդ փաստաթուղթը հայտնի է, Ստալինը մակագրում է դա Բաղիրովին, ասում է միասին ինձ առաջարկություն արեք, Արութինով եւ Բաղիրով։ Բաղիրովը եւ Արութինովը համաձայնության են գալիս, թե հիմա համաձայնության չեն գալիս, Բաղիրովը շատ հզոր կերպար էր, շատ ինձ համար հայտնի ուշագրավ կերպարի մեկ առանձին քննարկման նյութ է եւ Բերիայի հետ էր աշխատում, ունեցել է հայտնի մուսափաթական անցյալ եւ ընդհանրապես Ռասկովնի էր աշխատում, հատկապես որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարին, գիտեք, մտել էին Թավրիզ խորհուրդներ եւ այնտեղ ստեղծել էին մի նոր Բաղիրովը փաստացի այդ երկրի նաեւ, այսպես ասած, նախագահ եւ հենց ինքն կազմակերպեց իդեպ այդ մարդկանցից մի քանիսի գլուխի կերավ։ Բայց ուզում եմ ասել ինքը բավական արտոնյալ էր։ Լրացուցիչ ձեզ ասեմ, որ Խորհրդային Միության Ստալինյան բռնությունների ընթացքում նացիոնալիզմի համար նացիոնալիզմը որպես ռեպրեսիա թիրախ միայն Ադրբեջանում չի կիրառվել, կենտրոնների մակարդակում, բոլոր մյուս հանրապետություններում կիրառվել է։ Լավ, ուրեմն Բաղիրովն ու Հարությունովը միասին առաջարկություն այսպես է գնում, որ քանի Հայաստանը չունի
այս ռեսուրսները, Ադրբեջանը եւ Ադրբեջանը ունի աշխատուժի կարիք։ Ադրբեջանը պարտավորվում է եւ ուզում է 120,000 Հայաստան բնակվող ադրբեջանցի տեղափոխի Ադրբեջան եւ նրանց փոխարեն թող հայերը բերեն բնակեցնեն հայրենադարձ։ Սրանք հայտնի փաստաթղթերն են։ Ես կարող եմ ձեզ պարոն Պապյան ուղարկել դրանց արդեն վաղուց հենց պատճենները ցանցերում պատտվում են։ Արդյունքում մինիստրների խորհուրդը Մոսկվան որոշում է կայացնում, բաժանում են 3 տարվա այդ 120,000 մարդը, մի տարի 20,000, հետո 40,000 եւ այլն։ Ահռելի միջոցներ են հատկացնում ֆինանսավորելու այդ process-ը, ներկառուցելու այդ մարդկան։ Իհարկե կամավոր ասված, ենթադրում եմ, որ կամավորությունը դա խորհրդային միության լեքսիկոնում ոչ միշտ ճիշտ կիրառվող իմաստով տերմին էր, եւ սկսվում է տեղափոխությունը։ 47 թվականին սկսում են տեղափոխել, ծանր գործընթաց էր, ոչ բոլորն էին ուզում գնալ, բայց տեղափոխում էին։ Սրանից ուրիշ գործընթացներ սկսվեցին, հետո փաստաթղթերի հայկական, որ բաղերը վտարել իրանց հայկական գյուղերում ատեղավորում եւ այդ հայերին դուրս ակշում։ Ես ինքս Ադրբեջանում մի 30 տարի առաջ եղել եմ Բեգում Սարով, Սիսյուլան, Յարմջա գյուղերում, որոնց քշել էին Ղարաբաղ, իսկ նրանց տեղը ուրեմն Հայաստանից գնացած եւ խոսում էին հենց Հայաստան գնացած ադրբեջանցիների հետ։ Ընդհանուր առմամբ այդ 3 տարվա ընթացքում գնալով եւ վերադառնալով, դե գնացածների զգալի մասի հետ վերադարձա, ընդհանուր առմամբ մոտ 37-ից 40,000 մարդ է տեղափոխվել։ Այդ 100,000 թիվը երբեք չի մնացել։ Բոլոր ուսումնասիրությունները հանգում են նրան, որ Ադրբեջան չէին պատրաստում նրանց ընդունել, ինչպես մենք չպատրաստվեցինք հայրենադարձներին ընդունել։ Սա ոչ պատրիոտիզմի պակաս էր, սա մաքուր կոռուպցիոն եւ անպատասխանատու վարքի հետևանք էր։ Եվ նրանց զգալի մասի ետ է վերադարձել։ Այսինքն 37-ից 40 թե ինչքանը գնացել են, բայց վերադարձել են, այսքան մարդ է մոտավորապես Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան։ Բավական լավ եւ փաստաթղթավորված այս աշխատանքը հրատարակված, այս վերլուծությունը հրատարակված է Ամատունի Վիրաբյան, Հայաստանը Ստալինից Խրուշովյան շրջանում է խոսքով, այսինքն 42-րդ համաշխարհային պատերազմից մինչև Խրուշով, 42-ից մինչև 53 թիվը, որի մեջ ընկնում է հենց այս դրվագը։ Կարող եք այնտեղ բոլոր արխիվ, այդ բաց փաստաթղթեր են, կարող եք նաև իր հղումներով դրանց հետքերով գնալ։ Հարց։ Հիմա ազեր թե ադեր, չէ՞, հիմա ազ ելները ինձ համար հասկանալի է, որտեղ ազը դա արմատով դա ազգի է, առանցքի, երն էլ մարդն է, առանց տարբերակելու սեռերը։ Հիմա ազերը ինձ համար հասկանալի է, իսկ ադերը հասկանալի չի, եւ երկրորդը դուք խոսքի սկզբում ասացիք, որ ուրեմն մեր ազգի համար ինչու ենք մենք միայն մեծ հայ ասում, այլ չեն ուզում այսպես ասել արեր, հեգեր, ոչ թե հիքսոսներ, հետո արաններ, հետո արմեններ եւ այլն, ինչպես ամբողջ աշխարհն է ստուգում։ Եթե կարելի է փոքրի հաղորդությունը, մեկ էլ մեր մասին էլի եւ ավելի հետաքրքիր ինչպես առաջացավ հայ տերմինը, որտեղից ինչպես ձևավորվեց եւ ինչու ենք մենք այդպես ասում։ Հետո շնորհակալություն նաեւ լրատվության համար, որ դուք եք ինտերնետում շատ հետաքրքիր եք նայեցին, հա։ Շնորհակալ եմ։ Ես ձեր թույլտվությամբ չեմ անդրադառնա այդ խնդրին, քանի որ դա մի առամբող դասախոսության խնդիր է տերմինների։ Ես չգիտեմ այդ ազերը ոնց է մարդ դառնում, ազգ եւ էրա դառնում։ Իմ իմացած նյութը այդպեսին չէ։ Իմ իմացած նյութը ազեր բառը առաջացավ ընդամենը վերջին 30 տարում, 25 տարում Ադրբեջան տերմինի մեջ փնտրելով էթնիկական տերմինը եւ չգտնելով, ինչպես կրկնում եմ, ռուսները գտան, ռուսները ռուսկի բառը էթնիկացրին նրանով, որ դրանց զուգահեռ սկսեցին Ռոսիային են գործածել, Ռոսիյանին ռուսաստանցին են։ Կարող եմ ես այդտեղ շատ պարզ է, դա արաբական այբուբենի հետևանք է, այն տառը, որը գրվում է այսպես կետով,
տարբեր արտասանություն, ասես Ռամազան, Ռամադան, Ադրբեջան, Ադրբեջան։ Չէ, խոսքը ազեր եւ ադրբեջանցի, այս մասին է։ Չէ, խոսքը Ադրբեջան եւ հա, այսինքն Զ եւ D-ի արտասանությունը դա արաբական նույն տարի տարբեր տերմինի, այդ տարի, բայց իմաստը ազեր այդ աստիճանաբար այդ նանվան իմաստ տարված գործածությունը վերջին 30 տարվա երևույթը ոչ մի կապ չունի ազարի լեզվի հետ Իրանի տարածքի եւ ուղղակի արտացվել է Ադրբեջան բառի մեջ էթնիկ տերմինի փնտրտուքից, իսկ ինքը չէր համապատասխանում էթնիկ տերմինին, չէր բավարարում։ Այդ ադրբեջանցի ասելիս պիտի նկատնային ադրբեջանի քաղաքացին, ինչտեղ ուզում էին էթնիկ բան ասել։ Դե բաժին հասկանալի է, բաժին ազնիվերը, իսկ այլ Չէ, ես ուղղակի կարծում եմ, որ մենք այսօր հայերի էթնիկության մասին չենք խոսել։ Եվ գիտեմ, որ նույնպես դահլիճը կունենա տեսակետներ եւ մի նոր քննարկում կլինի եւ ուղղակի գերադասում եմ հիմա այդ մասին չխոսել։ Վերջին հարցը Լևոն Պրայսյան, այս վերջերս Վիկիպեդիայում նայում է Ադրբեջանի բնակչության կազմը եւ հետաքրքիր է 2009 կամ 2012 թվականի տվյալները Բաքվում 6 հայ էին ապրում։ Շատ կլինեն Բաքվում, ավելի շատ, ես նույնիսկ մի քանի Երևանում ես 39 ադրբեջանցի եմ ճանաչում, հենց հիմա, և դրանք շատ տարբեր ճակատագրերով մնացած մարդիկ են, մեկին գիտեմ օրինակ մեկին, որի տեղափոխության այդ լարված օրերին ամուսինը շուտ էր մահացել, ամուսինը հայ էր եղել, իսկ կիսուրը շատ ծանր էր, այդ թուրք աղջիկը մնաց կիսուրին պահելու, որտեղ ոչ մեկը չկար ու մոտ թողներ, ու հա ուզում էր գնալ, բայց հետո իրավիճակը փոխվեց, ինքը չկարողացավ գնալ, Երևանում ապրում, տղաները Ռուսաստանում են, ուզում եմ ասել, չկա այնպիսի էթնիկ մաքրում, որ բացարձակեցնի, գիտեմ դեպքեր երբ վերադարձել են, երկու քույրեր գնացել են մոր հետ, երեխաներ էին դեռ, մայրը մահացել է դեռ ճանապարհին, աղջիկները վերադարձել են, Վարդենիսում էին, հետո եկան հայ փախստականներ, ուզում էին դուրս անել, հետո խղճացին, պահեցին, մեծացրին իրանց մոտ չել, ամուսնացրին, այդ միայն Երևանում են 39 ասում, ենթադրաբար հաստատ մոտ 800-900 ադրբեջանցի կան, որ Բաքվում ընդամենը 6 թիվ են ասել շատ մեծ համեստություն են արել, բայց իրենք սովորաբար ավելի բարձր են։ Հնարավոր է դա նաև պաշտոնական մարդահամարում 6 հոգի քարչիկա ունեցել, ինքը իր անունը ասել է հայ։ Բոլորին չնաշճանաչում, բայց սովորաբար Հայաստանում են։ Ոմանք ասում են ադրբեջանցի, բայց մեր վիճակագրական վարչությունը հղում անելով ՄԱԿ-ի այն նորմա, որ եթե մի որևէ էթնիկ մեր շատ փոքրաթիվ է եւ ընդհանրապես նրան վտանգ է սպառնում, նրանց վերաբերյալ թվականակները չեն հրատարակվում։ Եվ ես կարծում եմ շատ ճիշտ են անում հենց մեր մոտ է, որ չեն հրատարակում։ Չնայած չեմ կարծում, որ լուրջ վտանգ կա, բայց մի անգամ Ծաղկաձորում ես Ադրբեջանից հյուրեր ունեի եւ բարձրաց Երևանում հեռուստացով ասել էին, լսել էին եկել էին այդ թուրքերի գլուխը տանջարդում։ Շատ զարմացած էի։ Այսինքն չենք կարող կապակցել, թե լավ ունենք աղջիկը։ Ադրբեջանում թուրքական ծագումով այդ ժողովուրդների անվանումը ինչ է նշում թրքալեզու, այսպիսի տերմին կա, թե դա Կա, շատ վաղուց կա, նույնիսկ 19-րդ դարի վերջից կա, որովհետև տերմին չկար հավաքական, որպեսզի մասնավորեցնեն, որտեղ ավելի շատ ասում էին մուսուլման է, բայց որպեսզի մասնավորեցնեն այս մուսուլմանի տերմինի մեջ կովկասալեզուներից, իրանալեզուներից ասում էին թուրքայազիչնա մուսուլմանը Կավկազը, մասնավորապես Կովկասի դեպքում դա շատ տարածված տերմին էր եւ նույնիսկ մինչեւ այսօր կիրառվող տերմին է, բայց մինչեւ 40-50-ական թվականները ඒක շատ տարածված էր գործածության մեջ։ Իհարկե, թուրքը հավաքականն է, թուրքը օսմանյան թուրքն է, բայց քանի դեռ սրանք իրենց իմ անվանում են Կովկասյան թուրքեր,
թուրքեր չեն անվանում եւ հիմա չգիտեմ այսինքն եթե ես թուրք եմ ասում եթե դուք ընկալում եք օսմանյան թուրքը բայց միշտ պետք է մասնավորեցում անել Կովկասյան թուրքը եւ օսմանյան թուրքը այնուամենայնիվ թե մշակութային թե կրոնական թե ծագումնաբանական որոշ տարբերություններ կան Տեսեք անգամ Աթաթուրքի անունը կամ Աթաթուրքը երկու ձևով էլ կարող եք հանդիպել Աթաթուրք եւ Աթաթուրք եւ այստեղ էական քաղաքական նշանակություն կա, այսինքն ինքը որ թուրքերի Թուրքիայի հայրն է, մի բան է, եթե բոլոր թուրքերի հայրն Թեև ոնց որ թուրքերենով այդ յուով է գրում երկու կետով, չէ, արդեն վերջացնենք ժամը 9-ն է, դուք էլ մի քանի աստղել եք։ Շնորհակալություն այտնենք Տիկին Խառատյանին։